Այսօրվա առավոտյան դեռ տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերից քվեարկության արդյունքներն անփոփող արձանագրություններն ու փաստաթղթերն է ստացել։ Դրանք մանրամասն ուսումնասիրելուց 82 տեղամասերից 5-ի արձանագրություններում տեխնիկական խնդիրներ են ի հայտ բերել։ Թեև քվեարկության նախնական արդյունքների վրա դրանք ազդող չեն եղել, բայց հանձնաժողովը որոշել է տվյալ 5 տեղամասերում վերահաշվարկ անել։ Խոսքը 31-ի 22, 41, 50, 67 և 70 տեղամասային կենտրոնների մասին է։ Մենք ֆիքսել ենք անճշտություններ այն հատվածում արձանագրությունների, որը որ այս տեխնիկական հատվածն է, այսինքն քվեների հետ կապ չունի։ Ու բոլորը վերաբերվել են, մենք համարակալված կտրոններ կան, այդ էլ բացատրեմ, դա ինչ կտրոն է։ Երբ որ դուք բոլորդ մասնակցել եք քվեարկությանը, քաղաքացին մտնում է հանձնահաստատող փաստաթղթով, տալիս է, կտրոն է դուրս գալիս, մատնահետ կտնում է, կտրոնը դուրս է գալիս, բայց որոշ դեպքեր կա, որ մարդը քվեարկում է լրացուցիչ ցուցակով, սարքի մեջ իրեն անունը չկա, իրեն տրամադրվում է կտրոն, լրացուցիչ։ Այդ կտրոններից մենք բոլոր տեղամասերին տրամադրել ենք 100 հատ։ Ըստ տրամաբանության, այդ 100 հատի շուրջ պետք է լինի ամեն ինչը։ Մեկի մոտ գրած է կտրոնների թիվը 100 հատ, տրամադրված կտրոնների թիվը 667։ Կարող է այդպիսի բան լինել, դե պարզ է, որ դա տեխնիկական է։ 5 տեղամասերից բացի հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով ևս 3 տեղամաս վիճակահանությամբ է ընտրելու վերահաշվարկի համար։ Սա արվում է քվեարկության նախնական արդյունքների մեջ հնարավոր անճշտությունները նվազագույնի հասցնելու համար։ Վերահաշվարկի պահանջելու իրավունք ունեն նաև 9 քաղաքական ուժերը։ Քվեարկության արդյունքները բողոքարկելու հանձնաժողովին վերահաշվարկի դիմում ներկայացնելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը ժամը 11-ն է։ Այսօր եւ վաղը մենք դիմումների ենք սպասում վերահաշվարկի։ Այսօր մինչև ժամը 18:00, վաղը մինչև ժամը 11-ը։ Վերահաշվարկի դիմումներն են։ Դրանից հետո մենք կսահմանենք, նախորդ կզգուշացնենք այս տեղամասային հանձնաժողովներին, որ իրենք նախագահներին եւ քարտուղարներին, որ ամբողջ կազմով իրենք զանգարեն, ամբողջ կազմով ներկա լինեն վերահաշվարկին։ Ընտրության օրվա ընթացքում համացանցում ընտրախախտումների կամ միջադեպերի մասին բազմաթիվ տեսանյութեր տարածվեցին, բայց տարածքային հանձնաժողովը գրավոր կամ բանավոր որևէ ահազանգ չի ստացել։ Տիգրան Ղազարյանը նաև նշում է, օրվա տարբեր ժամերի տարբեր տեղամասերում են եղել եւ լուրջ խախտումների կամ միջադեպերի չեն հանդիպել։ Արձանագրությունը փաստ է, մեր գնացած տեսածը փաստ է։ Մենք հրաբարակումներով, եթե մեզ գրավոր կամ թեկուս զանգով կամ բանավոր ահազանգ չի եղել, մենք չենք կարող ինչ-որ մի բան ասել, եթե մենք մեր աչքով չենք տեսել, մենք չենք արձանագրել, խախտումներ, համենայն դեպս բողոքներ, հենց ընտրական պրոցեսի վերաբերյալ մենք չենք ստացել, առ այս պահը չենք ստացել։ Մենք ստացել ենք դիմում բողոք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունի, որը վերաբերվել է ոչ թե ընտրական պրոցեսին, այլ ընտրության օրը քարոզչության։ Մի հատ գրություն ենք ստացել ոստիկանությունից, որ ոստիկանությունը մեզ տեղեկացրել է, որ այսինչ անուն ազգանունով մարդը մեզ զանգահարել է, ասել է, որ այսինչ տեղամասում նախագահան չի տիրապետում գործառույթներին, այդպես վերացական։ Ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ էլ տեղամասային հանձնաժողովների անդամների մեծ մասը աչքի ընկավ իրավունքների ու պարտականությունների ոչ բավարար իմացությամբ, չնայած որ ընտրություններից առաջ բոլորի համար դասընթացներ կազմակերպվել էին։ Ինչքան դասընթաց երեցին։ Դասընթաց երեցին լիցենզիա ստանալուց մի դասընթաց։ Դրանից հետո նախագահ քարտուղարներին միադել է տեղ դասընթաց։ Դրանից հետո, չէ, նախագահ քարտուղար անդամներին, դրանից հետո մի հատ է դասընթաց նախագահ քարտուղարներին։ Ինչ ասեմ, ժողովուրդ ջան, մեկին կարող է մի բանը մի անգամ սովորացնես, մեկից հասկանա, մեկին է կուզես 7 անգամ սովորացնա։ Դա մենք մարդու ճակատին նայելով կամ երեսին նայելով չես կարող հասկանաս։
Ընթացակարգային խախտումներով քվեարկության կարգին չտիրապետող ընտրողներով հանդերձ Տիմ Արտահերթը նախորդած հերթական ընտրությունների համեմատ առանձնացավ մասնակցության բարձր ցուցանիշով։ Քվեարկությանը մասնակցեց 47443 մարդ, որը ընտրացուցակային ընտրողների թվի 42.66%-ն է կազմում։ Քվեարկության նախնական արդյունքներով այս պահին անցողիկ Ժեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ։ Թե ինչպես կբաշխվեն մանդատները այդ ուժերի միջև Տիգրան Ղազարյանը չի շտապում թվեր հրապարակել, քանի դեռ վերահաշվարկն ավարտված չէ, բոլոր տվյալները նախնական են դիտարկվում։ Մենք 33 մանդատը տալիս ենք, ում ինչ կան մեր այս արձանագրություններով, օրենքով, նորվա բացադրածս այդ մեթոդով մանդատները բաշխվում են, իրենք արդեն առաջի նիստը հրավիրվում է, այդ նիստին եթե 17 ձայն որևիցե մեկը չի հավաքում, մյուս նիստն է լինում, այդ մյուս նիստի ժամանակ արդեն պարզ մեծամասնությամբ է քվորումի դեպքում։ Ընտրությունների վերջնական արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի քվեարկության օրվանից 7 օր հետո։ Ըստ այդմ թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովն այդ ժամկետում պետք է ավարտած լինի որոշ տեղամասերի քվեաթերթիկների վերահաշվարկները։ Մարինե Տիրբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։